Քաղաքաշինության կոմիտեին կհատկացվի 67.5 միլիոն դրամ Եվրամիության 7 նորմերի մոտարկման և տեղայնացման կանխավճարի տրամադրման համար։ Նախագիծը բխում է մեր երկրի ու Եվրամիության միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների կատարման, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտում եվրոպական երկրների հաջող փորձառության, տեխնոլոգիական նոր լուծումների ներդրման անհրաժեշտությունից։ Կդիտարկվի հետևյալ նորմատիվ ակտերի մոտարկման գործընթացը։ Առաջինը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, տրանսպորտային ենթակառուցվածքներ, երկրորդը երկաթուղիներ, երրորդը օդափոխության, ջեռուցման, օդի լավորակման համակարգեր, չորրորդը օդանավակայաններ, հինգը ավտոլիցքավորման կայանների կազմակերպում, հրդեհաշիջում, 6-ը ինժեներագեոդեզիական հետազոտում և 7-ը շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն։ Եղիազարյանն ասաց, որ նորմերի մոտարկման ծառայությունների ձեռքբերման համար ակնկալում են ունենալ եվրոպական նորմերի մշակման փորձառություն ունեցող կազմակերպության և համապատասխան փորձառությամբ տեղական ընկերության համագործակցություն, այսինքն կիրականացնեն միջազգային մրցույթ։ Հաջորդ նախագծով կրկնապատկվելու է տնտեսվարողների ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։ Նախարար Գևորգ Պապոյանի խոսքով ներկայումս ֆերմերը կարող է մինչև 250 միլիոն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ են զբաղվում և չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղտեխնիկա ձեռք բերել։ Մենք 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում ենք մինչև 500 միլիոն դրամի, որը կօգնի, որպեսզի տնտեսվարողները ավելի շատ գյուղտեխնիկա կարողանան մատչելի գներով ձեռք բերեն։ Պապոյանն ասաց, որ այս պահին 2854 լիզինգ առու կա, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղտեխնիկա, օրինակ շարքացան։ Հաջորդ նախագիծը ներկայացրեց նախարար Անդրեասյանը, նշելով, որ բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից։ Նախարարն ասաց, որ խաթարված է նաև բու հետազոտություն տնտեսություն եռանկյունին, ոլորտում կա նաև դեմոգրաֆիական խնդիր, իսկ բուհերում դասավանդող անձնակազմի 51%-ը գիտական աստիճան չունի։ Ըստ այդմ մշակվել են բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնց շրջանակում առաջարկվում է կրթության մատուցումն ապահովել լիցենզավորման և հավատարմագրման միջոցով։ Ներդրվում է ոլորտի կառավարման թվային միջավայրը, որի միջոցով ուսանողները կկարողանան օգտվել տարբեր ծրագրերից ու ծառայություններից, իսկ բուհերը կիրականացնեն իրենց գործառնությունը։ Նախատեսված են ուսանողներին տրամադրվող կրթաթոշակային բազմամակարդակ համակարգեր։ Մենք հրաժարվում ենք նպաստի մոտեցումից և կրթաթոշակային քաղաքականություն դառնում է պետական աջակցության հիմնական ձևը։ Նշվեց, որ այս կերպ կրթությունը կդառնա ավելի ուսանողակենտրոն ու ավելի ճկուն։ Կուսակցական անձինք և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք էլ չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում, ինչը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունն ու քարոզը։ Նախագիծը կքննարկվի նաև ազգային ժողովում։ Հաջորդ նախագիծը վերաբերում է վարորդներին։ Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է վարորդական վկայականի իրավունք ստանալու քննությունից առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննություն հանձնելու հնարավորություն։ Այն կազմելու է 45,000 դրամ։ Եվ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձի ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30,000 դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննություն։ Սա իհարկե նախարարի փոխանցմամբ հավելյալ հնարավորություն է քաղաքացիների համար, իսկ ստանդարտ ժամանակը, որը 7 օր անց վերահանձնումն է, պահպանվելու է։ Կա նաև երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ բացասական գնահատականի դեպքում վերահանձման հնարավորություն։ 7-րդ օրը քննության մասնակցելու հնարավորություն եւ յուրաքանչյուր հաջորդ անգամ արդեն այս դեպքում 14-րդ օրը եւս քննությանը մասնակցելու հնարավորություն։ Արփինե Սարգսյանն ասաց, որ քաղաքացիներին հնարավորություն կտրվի հաշվառման համարանիշը ստանալ նաև փոստային առաքմամբ։ Համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն կառաքեն հաշվառման համարանիշը, եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետության տարածքում կթույլատրվի նաև թվային տարբերակով վարորդական վկայականի և հաշվառման վկայագրերի շրջանառությունը։ Սարգսյան, հիմա ես կարող եմ իմ վարորդական իրավունքի վկայականը կոնվերտացնել թվայինի։
եւ չպահել ինձ մոտ վարորդական իրավունքի վկայական մեքենա վարելիս։ Միանշանակ, պարոն Գրիգորյան, Սարգսյանը հավելեց, եթե կա պարեկային ծառայության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում եւ եթե անձը չունի պլաստիկ վկայական, բայց կա թվային տարբերակով վկայականը, սա չի հանգեցնի որևէ վարչական պատասխանատվության կիրառման։ Որոշման այս նախագծերը ուժի մեջ կմտնեն 2025-ի սեպտեմբերի 1-ից։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։